Ողջույն ձեզ սիրելի քույրեր ու եղբայրներ, Փառք Աստուծո, այսօր հասա Հայաստան եւ ուզեցա անմիջապես գալ ու նայել Հովտաշենի Սուրբ Բարթողեմեոս եկեղեցին, որ տեսնում եք այս գեղեցիկ կարմիր եկեղեցին, ինչպես գիտեք, ուրբաթ օրը նոյեմբերի 28-ին ցերեկը ժամը 4-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցուց ուխտերթով շարժվելու ենք այստեղ դեպի Հովտաշենի Սուրբ Բարթողեմեոս եկեղեցի։ Հիմա ձեզ մի շատ ուրախ բան կասեմ, հասա այսօր եւ մեկ էլ տեսա Մոսկվայից մի հոգի մի տղամարդ գրել է Արմեն ջան իմացա որ ուխտերթա լինելու տոմսս առել եմ հատուկ գալիս եմ այդ բանի համար ես էլ ուխտերթի մասնակցելու երևի Սփյուռքից ուրիշ տեղերից էլ մարդիկ կան շատ ուրախացա այդ բանի համար ուզեցա ձեր հետ կիսել դուք էլ եկեք սիրելի ժողովուրդ ուրբաթ օրը ժամը ցերեկը 4-ին 16:00-ին հանդիպենք Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի եւ ուխտերթով քահանաների առաջնորդությամբ գանք աղոթքներով մեր Տեր Հիսուս Քրիստոսին վկայելով գանք հասնենք Հովտաշենի Սուրբ Բարթողեմեոս եկեղեցի։ Ինչպես ասել եմ արդեն շատ անգամներ, այս եկեղեցու շինարարությունը շատ բացառիկ եղավ, որովհետև կառուցել էին մարդիկ հավատքով, հետո կանգնել էր կառուցումը եւ 150-ից ավելի մարդիկ մոտավորապես, մոտ 150-ից ավել մարդիկ մասնակցեցին այս եկեղեցու շինարարությանը, ապաշխարության խորհրդով, մասնակցեցին իրենց լումաններ դնելով, մեկը մի քար դրեց, մեկը խորանը կառուցեց, մեկը բեմը կառուցեց, այսպես եկանք հասանք այս մասին, բանվորները, վարպետները նույնպես իրենց լուման ունեցան այս ամեն ինչի մեջ եւ սա շատ ուրախանալի է, որ մեր ազգի մեջ մենք կարողանում ենք միավորվել, միախմբվել հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ Աստուծո Սուրբ տաճարը կառուցել։ Եկեք սիրելի ժողովուրդ, ուրեմն շաբաթ օրը նոյեմբերի 29-ին մեր ազգի առաջի լուսավորիչների Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարթողեմեոս առաքյալների տոնն է մեր եկեղեցում։ Դրա համար ուրբաթ օրը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցուց ուխտերթով գալու ենք Հովտաշենի Սուրբ Բարթողեմեոս եկեղեցի, այստեղ ես տեսա վերջին աշխատանքներն են կատարվում, վերջին շտրիխներն են արվում, դեռ էլի գործ կանելու, բայց կգանք կաղոթենք միասին, եկեք հավաքվենք Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում տենց 3:30-ի կողմերը ժամը 4-ին այնտեղից ուխտերթը կմեկնարկի քահանաների առաջնորդությամբ թեմն է կազմակերպել, իսկ շաբաթ օրը առաջ Աստված առավոտյան ժամը 11-ին այստեղ վեմքարով պատարագ է մատուցվելու Սուրբ պատարագ, որը կլինի եկեղեցու շինարարության եզրափակիչ ավարտական փուլից հետո առաջի Սուրբ պատարագը։ Փառք Աստուծո ամեն ինչի համար եւ եթե զայնագրությունը դուք էլ կարեւոր եք համարում այս բաները, խնդրում եմ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ տեղեկանան եւ միգուցե ավելի շատ մարդիկ գան եւ ապաշխարության խորհրդով փառավորենք եւ վկայենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։